Ողջույն բոլորին եւ բարի գալուստ, մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական, ծայրահեղ լարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանրագույն շերտերով եւ պարզապես ճակատագրական զարգացումներով լի վերլուծական թողարկումը։ Իրադարձություններն այնպիսի խճճված, դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստացել, որ հերոսների կյանքում վայրկյան անգամ հանգիստ չկա։ Իսկ թյուրիմացություններն ու սխալ որոշումները հասնում են պայթյունավտանգ գագաթնակետի։ Ինչպես միշտ, մեր վերլուծությունը կներկայացնենք մեկ ամբողջական էմոցիոնալ հոսքով, որպեսզի դուք կարողանաք լիովին ընկղմվել այս դրամատիկ պատմության մեջ, որն անպայման ձեզնից կպահանջի մոտ 6 րոպե լիակատար ուշադրություն։ Հարմար տեղավորվեք, այսօրվա բացահայտումներն ուղղակի կցնցեն ձեզ։ Սկսենք Սեդայի հոգեբանական ծանրագույն վիճակից։ Աղջիկը պարզապես իր տեղը չի գտնում, նա ահավոր անհանգիստ է եւ կարծես ենթագիտակցորեն ցանկանում է մինչև վերջ համոզվել, որ հենց Հարութն է մեղավոր իր հետ պատահած ողբերգության մեջ։ Որպեսզի գտնի ճշմարտության գոնե մեկ թել, Սեդան զանգահարում է Նոնային եւ խստորեն պահանջում ասել միայն ու միայն ճշմարտությունը։ Նրա հարցը շատ կոնկրետ է. արդյոք նրանք գիտեն, թե ով է Էլենի ծննդյան օրը բերել այն չարաբաստիկ ծաղկեփունջը։ Նոնան, ով արդեն խեղդվում է իր իսկ ստերի մեջ, խուսափում է ուղիղ պատասխանից, ասելով, որ այս պահին չի կարող խոսել։ Սեդան ցուցաբերելով զսպվածություն ժամանակ է տալիս։ Եվ ահա, մի քանի ժամ անց Նոնան ինքն է զանգահարում ու անում մի խոստովանություն, որը հողը փախցնում է Սեդայի ոտքերի տակից։ Նոնան խոստովանում է, որ ինքն ու Էլենը խաբել են նրան, որ կա մի մեծ գաղտնիք, որի մասին ինքը վերջապես պատրաստ է խոսել։ Սեդան, ում նյարդերն արդեն պրկված են լարի պես, պահանջում է հանդիպել հենց հիմա, սակայն Նոնան անդրդվելի է, հանդիպումը կկայանա միայն վաղը։ Իսկ հիմա եկեք վերլուծենք այս իրավիճակը որպես հեռուստադիտողներ, ովքեր գիտեն ավելին, քան հերոսները։ Բոլորս ենք հիշում, որ հենց Հարութն է եղել այն առաքիչը, ով ծաղկեփունջը բերել էր Էլենին։ Երբ վաղը Նոնան այս փաստը հայտնի Սեդային, պատկերացնում եք, թե ինչ կկատարվի աղջկա գլխում։ Այդ ինֆորմացիան, գումարվելով Հարութի պայուսակում գտնված թազբեհին, Սեդայի համար կդառնա 100% անհերքելի ապացույց, որ Հարութն ի սկզբանե հետևել է իրեն եւ պլանավորել է այդ հանցագործությունը։ Այս թյուրիմացությունը կարող է վերջնականապես կործանել նրանց սերը։ Իսկ ինչպես է ապրում Հարութն այս ընթացքում։ Նրա վիճակը ապշեցուցիչ կերպով հայելային արտացոլանքն է Սեդայի վիճակի։ Ինչպես Սեդանը 99%-ով համոզված Հարութի մեղավորության մեջ, բայց չի կարողանում վերջնականապես խաչ քաշել նրա վրա իր զգացմունքների պատճառով, այնպես էլ Հարութն է 99%-ով համոզված Գոռի մեղավորության մեջ, բայց ընկերական նվիրվածությունը թույլ չի տալիս նրան անցնել սահմանը։ Հարութն այս շրջանում ողջ ուժով լծված է Գոռի գործի բացահայտմանը։ Նա փորձում է հասկանալ, թե ինչ հոդվածով են ձերբակալել ընկերոջը, սակայն ոստիկանությունում բախվում է անթափանց պատի, ոչ ոք ոչինչ չի ասում։ Բայց Հարութի սեփական հետաքննությունը բերում է շոկային արդյունքի։ Նա պարզում է, որ Գոռի անունով գրանցված կա մի մեքենա, որի գոյության մասին ինքը երբեք չի իմացել։ Այս փաստը Հարութին գցում է ահավոր հոգեվիճակի մեջ։ Ինչու պետք է Գոռը թաքցներ մեքենայի առկայությունը իր ամենամտերիմ ընկերոջից։ Պատասխանը շատ պարզ է եւ սարսափելի։ Ամենայն հավանականությամբ հենց այդ գաղտնի մեքենան է օգտագործվել Սեդային առևանգելու կամ հանցագործության վայր տեղափոխելու համար։ Հարութի համար Գոռի դավաճանությունն այլևս անհերքելի փաստ է դառնում։ Մինչ Սեդան ու Հարութը խճճվել են ճշմարտության որոնումների մեջ, ստվերներում իրենց կեղտոտ խաղն են շարունակում նվերն ու մանեն։ Նվերը իսկական հոգեբանական տեռոր եւ մանիպուլյացիա է կիրառում Մանեի նկատմամբ։ Նա փորձում է ամեն կերպ
բարձրանալ աղջկա աչքին, արժանանալ նրա վստահությանը, որպեսզի հերթական անգամ օգտագործի նրան իր դիվային պլաններում։ Սակայն Մանեն, ով ինքն էլ մանիպուլյացիայի վարպետ է, դեռևս չի կոտրվում։ Նա վերջնականապես չի վստահում նվերին և դրա համար ունի շատ հիմնավոր պատճառ։ Մանեն ականատես էր եղել, թե ինչպես նվերը Մինասի առաջ խաղաց փայլուն օսկարակիր ներկայացում իբր զղջալով Մանեի հետ վատ վարվելու համար, և որ ամենասարսափելին է, Մինասը կուրորեն հավատաց նրան։ Մանեն շատ լավ հասկանում է, եթե նվերը կարողացավ այդպես հմտորեն խաբել փորձառու Մինասին, ապա նույն հաջողությամբ կարող է խաբել նաև իրեն և գցել ծուղակը։ Բայց Մանեի զգոնությունը ցավոք երկար չի տևի, և պատճառը Մինասի վարքագիծն է։ Ինչպես հիշում ենք Սեդայի հետ ունեցած ծանր ու ճշմարտացի խոսակցություններից հետո, Մինասի գլխում ինչ-որ բան տեղաշարժվել է։ Նա սկսել է սթափվել և աստիճանաբար ձգվել դեպի իր իրական ընտանիքը, դեպի կինն ու երեխան։ Մանեն, լինելով խորամանկ և նրբանկատ, ակնթարթորեն զգում է Մինասի այս սառնությունն ու հեռացումը։ Եվ ահա այստեղ մենք անում ենք մեր գլխավոր կանխատեսումը։ Մանեն, գիտակցելով, որ Մինասին կորցնում է և իր իշխանությունն ու ֆինանսական ապահովությունը վտանգված են, կհայտնվի խուճապի մեջ։ Հենց այս մերժվածության և պարտության զգացումն էլ կդառնա այն ճակատագրական կատալիզատորը, որը կստիպի նրան անջատել ողջախոհությունն ու վերջնականապես համաձայնել նվերի առաջարկին։ Նրանք կստեղծեն դաշինք, որի միակ նպատակը կլինի ոչնչացնել Մինասի ընտանիքը, Սեդային և Հարութին։ Իսկ դուք ինչ եք կարծում, հարգելի հետևորդներ, ինչ կանի Սեդան, երբ Նոնայից վերջապես իմանա, որ Հարութն է բերել ծաղկեփունջը։ Արդյոք սա վերջնականապես կկործանի նրանց հարաբերությունները։ Անպայման գրեք ձեր կարծիքը այս տեսանյութի ներքևում և չմոռանաք հավանել այս տեսանյութն ու բաժանորդագրվել մեր TV ալիքին։ Շնորհակալություն դիտելու համար։